Այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ այդ փողերը հոր տնից էին բերել, հերների տնից էին բերել։ Ես ասում եմ, եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիրը այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակահարել են։ Այդ մարդկանց հետևից նայեք, լսեք։ Ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից։ Ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի։ Մենք չենք կարա դա մեզ թույլ տալ, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները ցող վերջացնում։ Իրավապահ համակարգը ինչ տարում դա չի արել, ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի մեկ ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչի, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանդ, իրանց առանց, ես հիմա վերացական եմ ասում, ինչ որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք, նորից քաղաքական գործ չի, տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարող այս բան ասել, ես դրա իրավունք չունեմ, ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես այս բան, այդ ո՞նց ստացվեց, այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի մակլավիկները ելնեն, ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ ես իշտեղ։ Ասածս հետեւյալն է։ Թող մնան իրենց չափի մեջ։ Կամ այդ ինչ չէ, խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է։ Դուք երեկվան հիստը չեք հետևել։ Այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ Եվս մի քանի անգամ տարբեր տեղերից այդ հարցին վարչապետը պատասխանում է եւ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում երկրորդը ես արդեն պատասխանել եմ չեք լսում նիստը եթե գնացեք գտեք այդ ինչն է նկատի ուներ որ բառացի լսեք ասում եմ հետո հասարակ կգամ ստեղ եմ չեմ գնացել չեմ գնացել դուք էլ չեք գնում չէ հետ գալու է մի անհանգստացի ասում է տանում եք հարցերակ օրինակ հարցը հեսա քրիզել նույն հարցազրույցը կամ չեպազրույցը կլինի հարցազրույցը գամ կոմոդ հատուկ հարցազրույց կտամ տեսեք ասում է ճանապարհների բառացի ճանապարհների գումարները մսխում եք մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք դուրս է գալի նախարարը պատասխանում է ասում է հարգելիս այն ճանապարհը որը որ չի լավը չի եւ որը որ վերանորոգվում պետությունը դրա համար փող չի տալիս Այսինքն պատրաստիկը սարքում է այդ ճանապարհը, գալիս է, պետությունը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, նույնը վերաբերում է դպրոցին։ Լսեք, ես իրավաբան այդ որևից ասում եք դա հայտարարություն է, բայց երկար ժամանակ վերջացնում։ Իսկ որտեղից դուք իմացաք անիֆի մասին։ Ուզում եմ իմանալ որտեղից իմացաք։ Բազմաթիվ լրատվամիջոցներ։ Իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան։ Կարա ուզում եք երկիրը փակ երկրի օրինակ բերեմ Եվ անիֆների եւ մնացածի մասին չիմանալ։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասել, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, գտել են։ Զավոդ են գտել։ Ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի ասֆալտի զավոդ է ունեցել։
Դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա որ դրա մասին է։ Կամ ինչ որ մեկ ասում է որ այդ գործը փակվավ գնաց եւ այդ գործը որևիցե բան չի լինելու, դա մեր խնդրեմն է, այդ խնդրեմը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, ոնց որ մնացած թիմի անդամները վերջինն են, վերջին բանը գնացին նստեցին այն մարդիկ ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել կամ մեր թիմը չեն ներկայացրել գնալ են բանտ խեդի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն այն միշին կտանեն կնստացնեն այն միշին կտանեն կնստացնեն ինչ որ մեկի մոտ կասկած կա որ իրավապահները գործողություն են անում մենք չենք թողնում կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել դրա մասին մի ասեն երեխեք հասկացեք իրականությունը ուրիշ է այն հին իրականությունը որոնք իրանց լեզվամտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա է, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Մի րոպե, հեսա նեղանալու գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում։ Բան Սիմոնյա, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելու ես, դա քաղաքական դրամ է, թե իրավապահներին հատուցում եք։ Երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալն է, դուք հենց դարձրեցիք եւ եք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել, դա ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն պետք է իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակարել, տարբեր տեղից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակարել է ու դա մեր քաղաքական կապիտալ է։ Վերջում այդ արել են նստացրել է, ասենք հայլուրով ցույց էին տալիս, որ վառված կրակի մեջ բանը ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմանները ու մենք դա դարձնում ենք մեր քաղաքական կապիտալը։ Դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ էլ ռադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան որ պետք է հիմա կսաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտին վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված Արցախ։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը ցույց չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այլ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բան, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախը, ես ասում եմ, ինչ են խոսում, ասում են, ես ինչի մասին են խոսում, իրանք կարելի են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չենք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանի վերաբերվել ու հայ ժողովրդին վրա։ Այդ է մեր ամոթը։ Պարոն Սիմոնյան ասում եք բռնապետ ոչ չի դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երբ հիմնադիր գործիչ էր, ազգային ժողովում նրա ելույթները ավելի սուր էին։ Հարգելի, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասել են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է,
Իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի է։ Չի կարող պետարանի դեպքը չէ։ Շատ վատ դեպք կա, հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք, հասցեատերը ով է։ Քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, մեր այդ վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևորը, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով հանրապետություն կուսակցությունը եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ՔՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այսինքն կարծում եք, որ ինքը չպետք է չպաշտոնավարի։ Ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն վերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա, որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետություն գործում են ինչ-որ մարդիկ, ինչ-որ խումբ մարդիկ, ինչ-որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ միացենց բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դարեջում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս, ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի, բարձա չէ որ իրանք բոլորը հասկանում են որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք այնց լուրջ մտածում են որ 18 հոգի մարդ բանասան։ Սիմոնյան կոռուպցիայի հետ կապված այսօր հրապարակում կար ճիշտ գուցե հերքեք որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այդպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում ենք։ Մի րոպե շնորհիվ Ասում են իր բերած օրենքների հետևում է տեսնում սրանրական մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանակ հետ կապված բիզնեսների հետ բան։ Եվ ասում են Հայկ Սարգսյանի հետ դուք թիրախավորում եք դրա հետ կապված։ Նման բան չկա, իդեպ հարցազրույցս էր ամսին գնայք, դրա հետ հարցնել եմ անդրադառնում, նման բան չկա։ Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք ձեր թիմներ դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք, որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի հանրապետություն կուսակցությունների։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Ես հասկացա, բայց սա արդյոք նշանակում է, որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան չփլուզվի։ Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղերից։ Ուստի ձեր հարցը, կարծում եմ, պատասխանը կա այդ հայտարարության։ Բայց անհանգստություն կան օրենսդրություններ։ Պաշտոնապետը էլ ասել են կարծեմ Մալացիա Սեբաստիանի ասել են որ շղթայական կարող է։ Պաշտոնը վայելել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ
Երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում, որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ Գիտեք, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանք հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղի, բայց ինչ թողեցիք ես ավարտել։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք։ Եվ այդ համարձակությունը, եթե իրենք դրսևորեն, Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ մտքի ազատության ճատագով ուժի միայն դրական բան կբերի հաջորդ ընտրություններին։ Պարոն Սիմոնյան Ավինյանը չի ազատություն ռադիկալ, շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։